Վերջերս անդրադարձել էի մի արտիստի, որը Չարենցի մասին ինչ-որ բաներ էր ասել։ Մի հատվածին պատասխանել էի, որ Չարենցը հայհոյանքներով բանաստեղծություններ է գրել։ Այժմ անդրադառնում երկրորդ հատվածին։ Ասում էր, որ Չարենցը ինչ-որ կնոջ հետույքի է կրակել։ Չարենցը եթե ինչ-որ կնոջ հետույքի կրակեր, ամենայն հավանականությամբ այդ կինը մահացած կլիներ։ 1926 թվականի սեպտեմբեր ամսին Աբովյան փողոցում Չարենցը ատրճանակով կրակել է մի կնոջ, երիտասարդ կնոջ, բարձրակրունկ կոշիկի կրունկին, չնայած կինը թեթևակի նույնպես վնասվել է։ Կինը Մարիաննա Այվազյանն է եղել, նշանավոր հայկական ջազի հիմնադիր Արտեմի Այվազյանի քույրը։ Պատմությունը բավականին մութ կողմեր ունի։ Չարենցին դատապարտել են 8 տարվա, հետո իջեցրել են 3 տարի, բայց նստել է ընդամենը 6 ամիս։ Չնայած այդ դատապարտումը ինչ-որտեղ նրան օգուտ է բերել։ Բանտից դուրս գալուց հետո գրել է արձակ ստեղծագործություն Երևանի ուղղիչ աշխատանքային հիմնարկությունում ստեղծագործությունը, իսկ ատրճանակը ամենայն հավանականությամբ եղել է Աքսել Բակունցի ատրճանակը։